Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 28-ն է եւ հաղորդում ուզում սկսեմ լավ լուրով։ Իդեպ դիտենք այս տեսանը։ Հասան Ջալալ Տոլա, Արցախի իշխանած իշխան։ Սուրեն, զինվոր։ Ասպրամ, նաժիշտ։ Համտուն, Սյունյաց իշխանը։ Իշխան Զաքարե, Հասան Ջալալի եղբայրը։ Ջոլա, Թաթարած զորապետ։ Մայր Թենի, Ռուզանի դայակը։ Իշխան Պապակ։ Շանույշ, նաժիշտ։ Բուրրանույն, Շարմաղան մեծ զորապետի որդի։ Մամքան, Խաչենի իշխանուհի։ Սմբատ, Գուգարած իշխանը։ Ներսե, Ձորագետի իշխանը։ Ռուզան, Արցախի դուստրը։ Հասուն, Արցախի դրամատիկական թատրոնը պատրաստում է ներկայացման այսօր արդեն հունիսի 28-ին եւ 29-ին։ Ես իմացա, որ հունիսի 28-ի տոմսը արդեն սպառված են, մնացել է մի քանի տոմս 29-ի համար։ Մուրացանի ստեղծագործության հիման վրա, Ռուզան ստեղծագործության վրա ներկայացման լինելու իմ համար այստեղ ամենակարևոր հանգամանքը որ Արցախի դրամատիկական թատրոնը կա գործում է եւ բեմադրել։ Ես կարծում եմ մեր բոլորի աջակցությունը այս հանգամանքում, այս հարցում պարտադիր է։ Այնպես որ իրանք դնեն եւս ոչ թե երկու, այլ մի քանի պրեմիերա, հասկանալով որ ժողովրդի մոտ դրա պահանջը կար։ Օգնենք մեր արցախցիներին, որպեսզի Արցախ անունը անընդհատ հնչի։ Կլինի Արցախ դրամատիկական թատրոն, Արցախ կամերային նվագախումբ, Արցախ երգչախումբ, ինչ ուզում ա լինի։ Արցախը անընդհատ պետքա հնչի Հայաստանում։ Եվ թող արցախցին ցույց տա իրականում ինչի է ունակ։ Որովհետև մենք հաստատ Արցախ չէինք գնացել, որ դիտեինք Արցախի դրամատիկական թատրոնի դերասանների խաղը։ Մենք չէինք գնում Արցախ, որ լսեինք Արցախի կամերային նվագախմբին։ Հիմա այնպես է դասավորվել հանգամանքները, որ մենք դա անելու հնարավորություն ունենք Հայաստանում։ Ասեմ, ժամանակավոր դրա հնարավորություն ունենք։ Եկեք օգտվենք ժամանակավոր է տրված հնարավորությունից, որովհետև Արցախը վաղ թե ուշ լինելու է հայկական։ Եվ երգչախումբը, եւ թատրոնը, եւ նվագախումբը, եւ բոլոր կոլեկտիվները շարունակելու են իրենց գործունեությունը մայր Արցախ։ Օգնենք վերիկերներին։ Եվ այսպես հաղորդման հիմնական մաս ուզում եմ սկսել իմ ամենասիրած գրողներից մեկի Ջորջ Օրվելի, հայտնի Նիկոլա Ֆերման գրքի հեղինակի, որ ասում է պարզ, ստի դարաշրջանում ճիշտ խոսելն արդեն վտանգավոր է, արդեն դա հերոսություն է։ Այո, Նիկոլի դարաշրջանում ճիշտ բան ասելը, ճիշտ մտածելը, ճիշտ ապրելը, մարդավարի, տղամարդավարի, հայրենասերի նման, բարոյական, արդեն հերոսություն է։ Բայց երանի նրանց, ով կանցնես փորձությունները, որովհետև ինչպես հավատացյալի համար են նեղությունները, փորձառություն իրենց հավատը ամրացնելու համար, այնպես էլ բարոյականի, ուժեղի, հայրենասերի համար այս ամեն ինչը ճշմարտախոսի համար, այս ամեն ինչը ուղղակի լրացուցիչ հնարավորություն ամրապնդելու իր տեսակը։ Որ ոչ մեկ չմտածի, ես լավն էի, որովհետև խանգարող հանգամանք չկար։ Այ հիմա ամենաճիշտ ժամանակն է ինքնադրսևորվելու։ Եվ այսպես գնանք այսօրվա նորություններին։ Այսօր արդեն կիրակի օրը, հունիսի 28-ին, Իսրայելում Կնեսետը քննարկել է այո ցեղասպանությունը։ Արդեն դրված օրինագիծը եւ ամենայն հավանականությամբ այն կհաստատվի։ Հետաքրքիր է Թուրքիայի արձագանքը։ Թուրքիան չի հերքում, որ նման բան չի եղել։ Ինքը ուղղակի խոստանում է գրավել, ասենք Երուսաղեմ, որպես պատասխան։ Շատ հետաքրքիր է, ինքը չի երգում, որ նման բան չի եղել, որ դա սուտ է, պատմական է կոմիկում։ Չէ, չկա ոչ մի։ Այսօր ամբողջ օրը հետևել եմ։ Ոչ միտեղ ոչ մի հերքում։ Կա հիստերիա, այո, բայց ոչ թե հերքման, այլ հետևանքների առումով
որ չփորձես նման բան անել, այն կլինի ծանր հետևանքներ Իսրայելի համար։ Սա հետաքրքիր է դառնում ինչով, որ անկախ Փաշինյան Նիկոլի կամքից, ՔՊ-ի կամքից եւ կից, չգիտեմ, մասայի կարգից, ուրիշ բառ իրենց չել հասնում, որ ասենք, օրակարգը ցեղասպանության դա ոչ մեծ ստեղծածն է, ոչ էլ մենք կարող ենք անել։ Դա պատմական հանցագործության փաստ է, այնպես ինչպես ցեղասպանությունը որպես փաստ օգտագործել են վաղը նաև Իսրայելի նկատմամբ, Ադրբեջանի նկատմամբ, Ռուսաստանի նկատմամբ, բոլոր երկրների նկատմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ, ամենամեծ ցեղասպանությունների հեղինակը նաև։ Այսպես է քաղաքականությունը։ Ոչ մեկ չի կարող այս process-ը կանգնեցնել։ Մենակ ասենք, չգիտեմ, Նիկոլին հավատացողներն են հավատում, որ եթե դու չխոսաս դրա մասին, Թուրքիան կմոռանա քո մասին։ Կասի լավ, իրանք մոռացել են, որ ես ցեղասպան եմ, արի ես էլ խնայեմ իրան, որովհետև մեկ օր առաջ մի քանի հոգի ինձ համոզում էին, որ ճիշտ է լռելն է, Նիկոլը ճիշտ է, լռենք, որ Ադրբեջանը Թուրքիան մեզանից շատ բան չուզեն։ Մեղքսեկան։ Տղամարդ էին, մեղքսեկան իրենք, մեղքսեկան իրենց ընտանիքի անդամները, որ ունեն իրենց տան մեջ տղամարդ, որն ասում է լռենք, որ մեր մասին չի իմանա։ Դե լռեք, բայց ձեր մասին չեն մոռացել։ Ձեր հետ կապված ծրագրեր ունեն։ Ուզես ոչ մեկ էլ չի հարցնում, գիտեք ինչի, որտեղ դուք լռում եք։ Այդ տեսակին երբեք ոչ մեկ չի հարցնում։ Այս տեսարանը թուրք բլոգերները, ադրբեջանցի բլոգերները անընդհատ տարածում են, անընդհատ նվաստացնում են Նիկոլին, ասում են Էրդողանը լսեցիք ինչ ասեց։ Ինչ ասել Էրդողանը։ Ամեն ինչ արել ես։ Ինքը ինչով գլխով հաստատում պատասխանում, հա։ Դե այն ջեփքում կարաս գնաս։ Անվեր Ալիևի դեմքը նայեք հիացական։ Ոնց է նայում իր լակեին։ Նշում ամեն ինչ արել ես։ Հա, դե հիմա կարաս գնաս։ Իրանք այդ բառը ուրիշ ձևել են ասում, ուղղակի եթերային չի։ Չնայած իրան հասնում է, բայց Ալիևի շողշողուն դեմքը նայեք։ Դուք պատկերացնում եք ինչ գանձա Փաշինյան Նիկոլը իրաց համար։ Գտել են մեկին, ճակերտավոր մի հայ, որին կարան հանձնարարություններ տան ու սենց հիմա գնա։ Այդպիսի մեկին որոշել են նշանակեն ազգային ժողովի նախագահի պաշտոնի։ Դեսեք ինչ է ստացվում։ Արտգոց նախարարը գրանցումով ծառայում է ԱԱԾ-ին, ազգային ժողովի նախագահ գրանցումով ծառայում է Թուրքիային։ Եվ հայ-թուրքական այս բոլոր process-ների փաստորեն խմբի նախագահն է նաև։ Ու հիմա ինքը կգլխավորի ազգային ժողովի, դժվար է դրան ժողով ասել մի խոսքով, այն ախորի, որը իրանք փորձում են ձևավորել։ Դրա համար եմ ասում, ուզում տեսնեմ մեր մարդկանց դեմքը, ով որ գնալու է մտնի այդ կազմակերպություն ախորան տակ եւ ծառայի այս թուրքական ծրագիրը։ Նույնիսկ եթե Պուտինը այնտեղից ասեց, լավ, ես իմ բաժինը ստացա, դուք ազատ եք, կարող եք գնալ մտնել խորհրդարան, իրանց դա ինդուլգենցիա չի, իրանք պետք է հասկանան, որ իրենք դառնում են Նիկոլ, առնվազն գոնե իմ նման մարդկանց համար։ Կապ չունի այս հանգամանքներում ինչ է ասելու Պուտինը։ Իրանք շատ լավ պետք է հասկանան, որ ի վերջո իրենց ձայնը տվել ժողովուրդը, ոչ թե Պուտինը։ Կարող է իրենց կյանքի ամենակարևոր մասն է Պուտինը, Ռուսաստանը, բայց իրենք ձայն են տվել ժողովրդի, իրենց ձայնը տվել ժողովուրդը մի բանի համար Նիկոլին գլորցեցող ուղարկելու։ Չես կարացել, չի ստացվել մի մասնակցի երկիրը ծախելու։ Մի մասնակցի։ Իսկ ես դեռ սպասում եմ եվրոպական գործիչների հայտարարությունների մասին, կարծիքների հայտարարությունների տարածմանը, համաձայնության կամ դատապարտման կամ անհամաձայնության։ Դեռ ոչինչ չեմ լսել եւ ես դա չեմ կարող սենց անտեսել։ Ես ամենուր պատրաստ եմ հիշեցնել, որ հարգելի Եվրոպամետ ուժեր, առայժմ հարգելի, ձեր Եվրոպայի գլխավոր դերակատարները աջակցել են Նիկոլի հանցագործությանը, այսինքն ձայնագողությանը, տվել են լեգիտիմ
նշաններ։ Դուք պետք է ասեք, դուք համաձայն եք դրան, եւ արդյոք դուք պատրաստվում եք երկիրը տանել միտեղ, որտեղ մարդու իրավունքները տշաց ունենան, որովհետեւ ինչ է Եվրոպա, հասարակ մարդու համար, դա մի տարածք է, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են, հա, ինքը սոցիալապես, իրավապես պաշտպանված է։ Եթե սա է Եվրոպան, նշանակում է ինչ տարբերություն, դուք Ռուսաստան եք գնում, թե Եվրոպա, այսինքն մի քիչ ավելի լավ ապրելու համար։ Այնա մարդիկ մի քիչ լավ ապրելու համար ընտրում են Սամվել Կարապետյանը։ Այդ դեպքում դուք ինչով եք տարբերվում իրենց։ Որտեղ Սամվել Կարապետյանը առաջարկում է 300,000 աշխատատեղ, չգիտեմ, ճիշտ է, սխալ է, դա իրական է, դա էական չի, բայց մարդիկ դրա համար են ընտրում նաև։ Ասում են կուշտ կլինենք։ Սամվել Կարապետյանն ասում է, ոչ մեկը սոված չի լինի։ Իսկ դուք մեղադրում եք այդ մարդուն, որ ընտրում է այդ կարգի առաջարկություններ անողն են։ Այդ դեպքում դուք ինչով եք տարբերվում։ Եթե հանում ենք ժողովրդավարության ֆակտորը, Եվրոպան ինչով է տարբերվում Ռուսաստանից։ Եվ դուք ինչ առավելություն ունեք քննադատել Ռուսաստան տալողներին, մեզ ժողովրդից։ Թե ինչի դիմաց մի օր Պուտինը կասի գնացեք մտեք խորհրդարան, ես չգիտեմ, բայց արդյունքում դրված է այս ամեն ինչի տակը Սյունիքի Միջանցքի հարցը, որը պետք է անցնի ըստ Պուտինի իր վերահսկողության տակ, այսինքն ոչ մեկ չի քննարկում Պարսկաստանից բացի Սյունիքի Միջանցք լինելու է թե չէ, Սյունիքի Միջանցք չի լինելու ըստ Պարսկաստանի։ Հիմա խոսանք նաև հյուսիս-հարավ ճանապարհի մասին։ Նա ասում է, որ դա չի լինել։ Մնացած բոլորը ասում են լինելու է, ուղղակի թուրքերն ասում են մեր կոնտրոլի տակ է լինելու, առանց մեկի դեմքը տեսնելու։ Պուտինն ասում է, ոչ, այդ իմ տարածքն է, իմ կոնտրոլի տակն է լինելու։ Մի խոսքով, Հայաստանն էլ մտածում է ոնց բավարարի բոլորին, որպեսզի շարունակի իր թալանը, շարունակի իր կոտորածը Հայաստան։ Տեսնենք ինչի շուրջ կպայմանավորվեն, բայց որ պայմանավորվելու են մի օր այսպես թե այնպես, ես չեմ կասկածում։ Պուտինը երկու ցավոտ տեղում է։ Դա մեկ Միջանցքն է, Հայաստանն է, որտեղ ինքը կորցնում է օրական մի բան, երկրորդը ավելի կարևոր երևի, Ուկրաինան է։ Թե կզիջեն Ուկրաինայում մի բան եւ ուկրաինացի ժողովուրդը կհամաձայնվի Միջանցքի դիմաց, հա, ասեն Միջանցքը տուր մեզ, Ուկրաինան քեզ։ Չեմ պատկերացնում այդ հարցի լուծումը։ Ոչ էլ կասեն լավ, Միջանցքը քեզ, բայց Ուկրաինայից դուրս արի։ Այդ էլ չեմ պատկերացնում թուրքերը դրա հետ ոնց են հարմարվելու։ Չէ՞ որ թուրքերը վճարել են Նիկոլին դա իրականացնելու համար։ Այսինքն Նիկոլը ստե ուր գնա, ատրճանակը գլխին դրած է, ինքը գնալու տեղ չունի։ Ինքը չի կարող բոլորին բավարարել։ Էլ չեմ ասում, որ Իրանը այսպես հանգիստ նստածնայում է։ Էսում տարածքի վրա է այս բազարներն անում։ Ու այսօր ինքը Հայաստանում էր։ Մենք դեռ մասին խոսենք։ Իսկ մինչ այդ Արցախի դրոշը տեղադրողներին երկու երիտասարդների ձերբակալեն։ Հայաստանում Արցախի դրոշ տեղադրողներին արդեն ձերբակալում են։ Հա։ Նիկոլ Ընտրասներ։ Այսօր ինչ խոսանք, ինչ հանցագործությունների մասին խոսանք, ես պետք է անդադիշացնեմ, որ դուք կրում եք սրա համար բարոյական, քաղաքական, նաև իրավական պատասխանատվություն։ Այնպես չի լինելու, ինչպես 21 թվականին, որ ընտրեցիք, հիշում եք այն կնոջը, որ անիծում էր իրան, ասում էր, ձեռքս կոտրվեր, ես դրան չընտրեի, հիշեցնեմ։ Այդ կնոջ երեխային վառել էին, սպանել էին, հետո վառել էին Ազատի զորամասում։ Ես չեմ ուզում այդ օրը բոլորի տներով գա։ Դուք այդ նույն ձև պատասխանատու եք։ Եթե այն ժամանակ ինչ որ մի ձև կարելի էր ներել, որովհետև հետ պատերազմյան շոկ էր, ոչ մեկ ոչի բան չէր հասկանում, կարելի է էլի գտնել ինչ որ պատճառներ։ Հիմա գիտակցաբար դավաճանել, դուք պատասխան եք տալու այս ամեն ինչի համար։ Հիմա առնվազն պետքա պատասխան տաք, հստակ։ Ինչու են ձերբակալվել երիտասարդները, որոնք տեղադրել են Արցախի դրոշ։ Այդ երբանից է Արցախի դրոշը Հայաստանում դարձել արգելված սիմվոլ, ինչը ֆաշիզմի դրոշն է։ Ես վստահ եմ, եթե Ադրբեջանի դրոշը տնկեին, ոչ մեկ չէր ձերբակալի։ Ֆաշիզմի դրոշ դնեին, էլի չէին ձերբակալի։ Ինչու է Արցախի դրոշը դնելու համար ձերբակալվում։ Էլ ինչ եք դուք պատրաստ ուրանալ
որպեսզի հաջողանաք Ալիևին։ Որ դուք չեք կարող ասել, որ դա դրա համար չի։ Դուք չեք կարող ասել, որ դուք այնքան ստոր չեք, որ Ալիևին հաջողանալու համար չեք արել էսին։ Իհարկե դրա համար եք արել։ Դրա համար եմ ասում, պատասխան մենք սպասում ենք։ Տեսեք ինչ դիրքեր է տվել Նիկոլ Փաշինյանը թուրքերին։ Հիմա ոնց են իրենք հպարտությամբ խոսում, թե ոնց են ափի մեջ հասկում ամբողջ Հայաստանը։ Նիկոլ Փաշինյան ընտրող, դուք սրա համար եք պատասխանատու։ Hazırda dayandığımız bu ərazi aşağı Əskişparada Azərbaycan-Ermənistan real sərhəd xəttidir. Buradan biz Ermənistanı Gürcüstanla bağlayan yolu, həmçinin iki ölkə arasında daşınma Սա Հայաստան կապող ճանապարհն է, որը սենց անցնում է ուղիղ իրենց վերահսկողության տակ։ da rahat Շնորհիվ Փաշինյան Նիկոլին։ şəkildə izləyə bilirik. Bu da o deməkdir ki, artıq Ermənistan ərazisindən istənilən hərəkətləri, manevrləri, qoşunların bir yerdən digər yerə daşınmasını hərbiçilərimiz, sərhədçilərimiz nəzarət edir. Բա խաղաղությունն է, անվտանգությունը սենց է լինում, երբ որ թշնամին այսպես կանգնած քեզ վերևից նայում է։ Այս է խաղաղությունը։ Փաշինյան Նիկոլ ընտրողներ, տեսեք, այս ամեն ինչ որ ես ցույց եմ տալու եւ միջև է ցույց եմ տվել։ Ամբողջը ձեր պատասխանատվության տակ է։ Ինչեւ ես ամենթատ հիշացնում, որովհետեւ ինձ շատ է հարցեր գալի։ Ինչ անենք։ Գիտեք չէ՞ ով Նիկոլ Փաշինյան ընտրել։ Դուք այնքան պետք է այս ամեն ինչը մտցնեք իրանց աչքերը, որ իրանք ուղղակի ձեզ տեսնելուց խաչակնքվեն, փախնեն, լքեն Հայաստանը, անիծեն իրանց ընտրությունը նույնիսկ այն օրը, երբ իրանք ծնվել են։ Այս հարցի պատասխանը իրանք պետքա տան։ Պետք անես քայլեն, որ դուք իրանց չտեսնեք, միջանց դուրս չգան, փողոց դուրս չգան, աշխատանքի տեղը չտեսնեն ոչ մեկին։ Այո, 70% հայ որ սնա չի ընտրել, այս ամեն ինչը հենց տեսնում է դա պետքա դեմ տա։ Այո։ Ասի դու ես սրա մեղավորը։ Հենց այդպես։ Ուզում եք երկիր, պետքա դա անենք։ Չենք անելու, իրենք են անելու մեր հետ, այսպես մեր ճանապարհները տալու են Թուրքին։ Nəzarətə götürüb müşahidə etdiyimiz magistral yoldan qısa təsvir alarkən bu cür hərbi göstərişi olmayan, sadəcə təminat daşıyan yük maşınlarını Ermənistan hərbiçilərinin idarə etdiyinə şahidlik etdik. Հիմա սանենք։ Ես սա ինչի մասին էր ես։ Ուրեմն Քաջարան ագարակ 32 կիլոմետր ճանապարհի հյուսիս-հարավ մայրուղու մի մասն է, որը պետք է իբր 8 կիլոմետրանոց բան լիներ, այնտեղ թունել լիներ, որը իրականում գոյություն չունի։ Այդ թունելը ինչ-որ մի բան ծագել են, ես այսօր նայել եմ ամբողջ տեսանյութը, դեռ նույնիսկ ասֆալտած չի դա, ոչ մի բան չկա այնտեղ, բայց թունելը կա, եւ այդ դելեգացիան քայլում է այս թունելով։ Այսօր ես որոշեցի հիշեմ այս հյուսիս-հարավ ճանապարհը քանի տարի է կառուցվում։ Եվ դիմեցի արհեստական բանականությանը, որպեսզի սխալ չլինեմ։ Որտեղ իմ հիշելով սա առնվազն 10-11 թվականից սկսած պրոյեկտ էր։ Արհեստական բանականությունը ասեց, այո, սա 2009 թվականից սկսած պրոյեկտ է, որը պետք է ավարտվեր 7-ից 8 տարվա մեջ, այսինքն մոտավորապես 2017 թվականին սա պետք է ավարտված լիներ։ Նախատեսված էր 500 միլիոն դոլարով սա ավարտել, տեսեք, դեռ 2017 թվականին։ Մենք 2026 թիվն ենք ու այսօր խոսում են 8 կիլոմետրանոց թունելի բացման մասին, բայց թունելը կա, ասֆալտել չկա սկի, ոչ թունելի ծածկը կա, ներսից հարգադանքները կա, ապահովության, բետոն բան, ոչ մի ճակ չկա, ուղղակի ծաղկն են ցույց տալի մեզ ու ասում են, այս ծաղկը բացվեց 8 կիլոմետր, լավ ասենք բացվեց։ Սա մի պրոյեկտ է, կարծես թե որը պարտադրելով ընդորում, սա իրանական միջոցներով ասարկում, ոնց որ Իրանը պարտադրելով, սենց վզներից բռնելա, այսենց այս հյուսիս-հարավ ճանապարհը, սենց կիլոմետր սարկում է։ Ես որ տեսա այս նկարները, մասնավորապես
այս բանի դեմքը, այդ նախարարի դեմքը, հա, սա մեկնայինք, սա է, այն տխուր դեմքով տղեն, Մեհեր Գրիգորյանն է, այս տխուր դեմքով տղեն, այս տխուր դեմքով տղեն, այսի մեր տարածքային կառավարման նախագահն է, այս որփոանտերը, նա Պարսկաստանի ներկայացուցիչներն են, այս կողմը Մեհեր Գրիգորյանն է, ուրախ, ինքը հին, չեմ ուզում բառն ասեմ ինչ է, էլի, նշանակությունը նայենք, թունել են բացել, դատալ պատ, հողը գետնին, սա է թունել, հուսա կոչում է թունելի բացում, իմ մոտ այն տպավորությունն է, որ Պարսկաստանը սս բռնել է ինչ-որ մի ցավոտ տեղից ու սեն ստիպում է սրանց, որ սա սարքեն։ Այս ամբողջ կռիվը պատերազմները մեր տարածաշրջանի շուրջ հենց այս ճանապարհի շուրջը լինելի է հյուսիսարավ, թե արևմուտք, արևելք։ Ով է վերահսկելու այդ ճանապարհները։ Պարսկաստանն ասում է իմ ճանապարհն է։ Եվ ոչինչ չի կարող խանգարել իմ աշխատանքին, իմ ճանապարհին դեպի Սևծով, դեպի Հայաստան, որպես ապահովության ճանապարհ իր համար։ Թուրքերը, Իսրայելը, Ամերիկայի Միացյալ Նահանգները մի քիչ այլ կարծիքի են, մի քիչ էլ այլ կարծիքի է Ռուսաստանը, թե ով է վերահսկելու վերևից կամ տակից գնացող ճանապարհները, որտեղ իրանցիները շատ լավ հասկանում են ինչ է նշանակում այնտեղ ճանապարհ տալ թուրքերին, ցանկացած ժամանակ այդ թունելը կարող է փակվի։ Շատ պարզ ձևերով, պայթեցումներով։ Եվ իր ճանապարհը ուղղակի վերանում է հենց այդ պահից սկսած։ Պլյուս մնացած դիվերսիաներ են ճանապարհը օգտագործել իր դեմ հետախուզական միջոցառումների համար, հարձակումների համար։ Իրեն շատ լավ հասկանում է, որ քանի կա Իսրայելը, այդքան մնում է վտանգավոր իր համար հենց Ադրբեջանը եւ Թուրքիան։ Չնայած այդ լարված հարաբերություններին Թուրքիա-Իսրայել, որոնք ես կարծում եմ շատ ժամանակավոր է, այո կընդունվի ու դրա մասին արագ կմոռանան, զուտ քաղաքական իմաստով ցավեցնելու համար, բայց Իսրայելը այսօրվա այդ ռեսուրսները չունի, որ սկսի պատերազմ Իրանի դեմ, կամ ներողություն, Թուրքիայի դեմ, ինչպես Իրանի դեմ։ Դա ուղղակի դրան ընդունակ չի։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում այնքան մարդ կա, որ երազում է, որ հեսա Իսրայելը քարտեզի վրայից վերացնելու է Թուրքիան, Ադրբեջանը, չէ։ Նա դա չի անի, որովհետև զուտ դրա քաղաքական անհրաժեշտությունը չկա։ Ճանաչել ցեղասպանությունը գուցե ընդամենը մի հատ խաղաքարտ է, որը կարող է այսօր օգտագործի, բայց ոչ դրանից ավել։ Մեզ ինչ է տալու դա, ուղղակի հիշեցում, որ անկախ Փաշինյան Նիկոլի կամքից ցեղասպանության փաստը կա, եւ Նիկոլի ցանկությունից չի, որ դա օգտագործվելու է, թե չի օգտագործելու, դրա մասին խոսելու են, թե չեն խոսելու։ Թուրքիան հանցագործ երկիր է, թե չէ։ Թուրքիան ինքն էլ արդեն չի ետքում, որ ինքը հանցագործ երկիր է։ Ուղղակի այստեղ Հայաստանի կառավարությունն է դառնում հանցակից այս իրագործողություններով։ Գնանք սահմանադրական դատարան։ Սա այս երևույթը խնդրում է, որ մերժեն բոլոր դիմումները ներկայացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ, վիճարկելու դեմ։ Ես չգիտեմ ընդեղ ինչ է որոշել, նորից եմ ասում, ամենաբարձր ծառից թքած ունենամ ու ինչ չի էլ, ես այդ իլյուզիաները չունեմ, ինչ որ ժողովրդավարական որոշում ալի, բացարձակապես։ Թե լինի, մենք հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանի նոր ընտրություններ է պետք, բայց ես չեմ կարծում, որ նա նոր ընտրություններ է պետք, որտեղ ինքը հասկանում է, արդեն բանը բանից անցել է։ Ինքը այն ինչ որ խոստացել էր, արդեն պարզ է, որ խաբել է, ելով անորից գնալու, խաբված, ծեծված գյուղացին, խաբված թոշակառուն իրան ձեն տա, անշուշտ մի բան կա, կոլեկտիվ կա, գիտեք այն կոլեկտիվի անունը, հա, եթե չպրտորեմ դրանց անուն տալով, հա, մեկը ինքը գնալու է ձայն տա, բայց բավարար չի, նույնիսկ եղածը բավարար չէ, էլուր թե մնաց այն հիասթափվածները, որոնք պարզեցին, որ օպա, էլի իրենց խաբեց, բայց դա իրանց մեղքով էր։ Մեծ սա լսենք,
Սա ֆենոմենալ է։ Ջախջախելու, ես ինչպես կմեկնաբանեք խոսույթ է, առաջարկում ուսումնասիրել միջազգային պրակտիկաներն առումով եւ տեսնել թե ինչպես կարող է, ինչպիսի դրսևորումներ կարող է ունենալ քաղաքական իր համար հանգիստ տանեն միջազգային պրակտիկան ընդունված է նման։ Դուք հասկացաք մի բան, իհարկե ոչ։ Իրար լսելու, խոսելու, տարական կուլտուրա չունեն այս մարդիկ, որտեղից իմանան։ Փորձենք հասկանանք ինչ էր ասվում այստեղ, ինչի մասին է խոսքը։ Արտադրության նախարարը պնդեց, որ կաշիները քերթելու խոսույթը ընդունված է քաղաքականության մեջ։ Սա մի նախարարն է ասում, որ մեր ձևով կանենք արտահայտության համար մարդ են դատում։ Սա ամենահայտնի արտահայտությունն է, մեր ձևով։ Հիշեցնեմ են դասախոսի, կարծեմ համալսարանի դասախոսներից մեկն էր, ինչ որ արտահայտության համար փափուկ եւ կոշտ ուժերի մասին դրարման համար հիմա նստած է։ Եվ տասնյակ այլ մարդիկ լրագրողներ, որոնք նստած են այս կամ այն խոսույթի համար։ Եվ իրանք այնքան հանգիստ են իրենց եվրոպական ամերիկյան տերերի հովանավորության համար, որ իրանք ասում են, դե ինչա որ կաշիտ քերթեմ, դա նորմալ խոսույթ է ընդունված քաղաքականության մեջ։ Երևի իրաց չափանիշը քաղաքականության մեջ ընդունված խոսույթի դա Փաշինյան Նիկոլն է։ Բայց ես նրանց պետք է ասեմ մի բան։ Ցինիկ Եվրոպան ինչքան կարողանում է աչքերը չնկատել եւ հիմա ասես փակել ու չնկատել ձեր հանցագործությունը, այնքան վաղը զարմացած աշկերով նայելու է ձեզ, ասի ինչպես դուք նման զզվելի լինել, դուք նման արտահայտություններ անել, սա անընդունելի է։ Հա ժանրի կանոններն է դա։ Սպասեք, որովհետև բացի Ուրսուլա ֆոն դեր Լայնի մնացած բաներից, կան նաև կազմակերպություններ, որոնք այս ամեն ինչը գրի են առնում, զեկույցները կա։ Ու ես պետք է ասեմ, որ շուտով Ֆրանսիայում էլ ընտրություններ լինելու, բանում էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ, Իսրայելում էլ, դա փոխելու է աշխարհի կարգը։ Փոխելու է, ու դուք վերադառնալու եք կոտրած դաշտակին։ Այս ամեն ինչը ձեզ հիշեցնել եմ։ Բնականաբար այսօրվա ձեր գրասենյակի պատուհանից դա չի երևում։ Դուք չեք ուզում ձեր տրամադրությունը գցեք առանձնապես, բայց դրանից ոչինչ բան չի վերանում։ Վտանգը կա, վտանգի իրականը, ոչ մեկ ոչինչ բան չի մոռանում իրականը։ Ինչ վերաբերվում է եվրոպական միությանը։ Դրանից արդեն ասում են Նիդերլանդներից, Եվրոխորհրդանից խորհուրդ են տալիս Եվրոպայի ղեկավարներին անիմաստ եւ ոգևորող խոստումներ չտան Հայաստանին, հասկանալով հանդերձ, որ դուք ստում եք, պարոնեք, որ եվրոպական շուկա հայկական ապրանքներ չեն կարող մտնել, որ հայկական ծաղիկները Լեհաստան եւ Եվրոպա չեն կարող հասնել, հորդորում են չխաբել մարդկանց, ինչպես Մոլդովայի եւ Ուկրաինայի պարագայում։ Սա էլ է Եվրոպա։ Այո, Եվրոպան շատ տարբեր է։ Բայց եթե մենք խոսում ենք բուն Եվրոմիության մասին, որը ղեկավարներն այսօր վերջին լկտի նման աջակցեցին իշխանագողությունը Հայաստանում, տեսեք հիմա նույնիսկ եվրոպական այդ երկրներն են ընդդիմանում դրանց, ասում են մի խաբեք մարդկանց։ Իջումն է բանը, հարցի լուծումը որտեղ է։ Մնալ այս կարգի մեջ, հա, թե ինչու մի բան փորձել ամեն դեպքում անել։ Փորձենք հասկանալ, փորձենք հիմա հասկանալ ինչ։ Առայժմ այդքան գնանկում չկա։ Կտրուկի չել է լոլիկի գինը 150-ից 250 դրամ, բայց գյուղացիներից գնում են 80 դրամով։ Ծիրանը գրեթե նույնն է, 1000 դրամի շրջանակում։ Ելակը, կեռասը համարյա գին չեն փոխել։ Այս մասին զարկերակին ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։ Ամենաարագ լուծումը պահածոյական գործարանների հետ աշխատանքն է։ Այդ դեպքում բայց սկզբից պետք է պահածոների գործարանները ստեղծել համապատասխան ստանդարտներով։ Բացի դրանից, այդ միրգը պետք է աճացված լիներ համապատասխան ստանդարտներով, որպեսզի համապատասխան ստանդարտներով կառուցված գործարանը դրանք հենց այդ ստանդարտներով վերամշակելուց հետո կարողանար արտահանել եւ ապա։ Բայց լսենք ինչ ասում տնտեսագետ Գագիկ Մակարյանը։ Մի քանի կիլոգրամ միրգը կարող է 1 բանկա պահածո դառնալ, որն ավելի հեշտ է եւ պահելու եւ արտահանելու համար, ասաց նա։ Արտահանել, բայց էլի ոչ Եվրոպա։
Որտեւ ասեցի Եվրոպա արտահանելու համար ինչա պետք։ Նույնիսկ այդ աճացած միրգը պետք է համապատասխանի ստանդարտներին, որի համար 5-ից 7 տարի ժամանակ է պետք եւ այդքան խնամք համապատասխան ստանդարտներով։ Գագիկ Մակարյանի խոսքով Եվրոպա արտահանելու համար պետք է գլոբալ GAP սերտիֆիկատը, որը փոքր ընկերությունները չունեն, սակայն միայն բերքն ու սերտիֆիկատը բավարար չեն, պետք է տրանսպորտային ծախսերը գինը ձեռնտու լինեն։ ԵԱՏՄ սխեմաները չեն կարող փոխարինվել եվրոպականով։ Կառավարությունը մի քանի քայլ կատարեց, բայց դրանք պետք է շարունակական լինեն։ Դիվերսիֆիկացիայի ճանապարհը սկսվել է, Եվրոպան էլ կոչերին արձագանքում է, բայց մի քանի տարվա ինտենսիվ աշխատանք է պետք, ասաց նա։ Մի քանի տարվա ինտենսիվ աշխատանքներ։ Մի քանի տարվա, ինչ ասում Փաշինյան Նիկոլը դրանով։ Ստեղն արդեն հասել այդ բանի այս բջջային կներեք։ Ինչ ասում գրաֆիկների հետ։ Մենք հիմա գործնականում կառավարությունը ասում է հետեւյալը, որ հարգելի տնտեսվարողներ առաջիկա 6 ամիսների ընթացքում կամ 6 ամիսների ընթացքում դուք կարող եք դրա մասին չմտահոգվել, գնացեք հանգիստ այն նոր շուկաների հնարավորությունները, որ մենք ձեզ համար բացել ենք, գնացեք հանգիստ այդտեղ նոր շուկաներին հարմարվեք եւ սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով։ Ես կարծում եմ սա լավ եւ փայլուն հնարավորություն է մեր տնտեսության համար։ Գյուղացիներ ջան, մի 6 ամիս մի մտահոգվեք։ Ես չգիտեմ ինչ արել ձեր համար, որ դուք 6 ամիս պետքա չմտահոգվեք եւ ինչու 6 ամիս։ Որովհետեւ ասենք լոլիկը 6 ամիս չի աճում, ծիրանը 6 ամիս չի աճում, թութը 6 ամիս չի աճում, ելակը 6 ամիս չի աճում։ Ինչ 6 ամիս։ Ամեն ինչը սեզոնային է։ Եվ ինչ նոր շուկաների հնարավորություն ա ձեզ տվել Փաշինյան Նիկոլը, առաջարկներ, եւ ասում է գնացեք հարմարվեք նոր շուկաների։ Ամենա այս բանալի բառը արտահայտությունը ստեղ, այս ստերի մեջ գնացեք ձեր գլխի ճարատեսը։ Սա էր։ Ես հիշում եմ բանից ովքեր ապրել են 90-ական թվականները, երբ որ կոմունիզմից հետո սկսեցին հողը բաշխել։ Հողը, գույքը, բնակարանները, գործարանները, մարդիկ ստացան վաուչերներ, տաների համար, գործարանների համար։ Գյուղերում այդ կոլխոզները սկսեցին բաժանվել, հողակտորներ, բաներ։ Այն ժամանակ ցես տվեցին ու վերջացավ էլի ու արտահայտություն կար։ Բոլորին թվում է թե հողը հանձնեցին գյուղացուն, արդյունքում դուրս եկավ որ գյուղացուն հանձնեցին հողին։ Այս գյուղացին արդեն մի անգամ դրա մեջով անցել է։ Որ չունենալով ոչ մի բան գյուղը տվեցին, ասեն, հողը տվեցին, ասեն, քոնա վերջ, ու դրանով վերջացավ կոլխոզի գոյությունը։ Կոլխոզ, որ այն ժամանակ տրակտոր ուներ, ամեն ինչ ուներ, մարդիկ աշխատում էին, աշխատավարձ էին ստանում, աշխոր էին ստանում, մի խոսքով, ինչ որ լավ, վատ, ինչ որ մեխանիզմ կար, դա աշխատում էր, ասեմ, չգիտեմ, հեկտարներով մի բան էին ցանում իր հետ հավաքում էին, ու ասեցին, ես դե գնացեք։ Ատես բան արեցին բոլշևիկները, հետո էլի հետ հավաքեցին։ Հետո էլի արեցին 90-ականներին, գյուղացին ասեց, փաստորեն, մենք գիտենք, մեզ են հանձնել հողին։ Չէ, մենք գիտենք հողն են հանձնել մեզ, պարզվեց մեզ հանձնեցին հողին։ Հիմա նույն բանն է։ Փաշինյան Նիկոլը երկրորդ անգամ, հերթական անգամ ավելի ճիշտ։ Հանձնեց, գյուղացին ասեց. Գնա գլխի ճարատես։ Ես ոչինչի համար պատասխանատու չեմ։ Իմ գործը իշխանություն զավթելն է ամեն գնով։ Ամեն գնով։ Պետքա էշեշ դուստամ Եվրոպա գնալու համար։ Հայոյեմ Ռուսաստանին, կանեմ, եթե դա ձեզ մոտիվացնում է ինձ ընտրել, հա, դա աշխատեց, դուք ձայնը տվեցիք իրան, ինքը ձայնը ստացավ, դե, sorry, գնացեք, ձեր համար նոր շուկաներ փնտրեք, որտեղ դուք եք մեղավոր, որ ձեր ապրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտների։ Իդեպ, իմանալով հանդերձ, որ իր երկրի 40%-ը բյուջեի հնայի գոյանում է ռուսական առևտրից, ինքը զրկեց իրեն այդ եկամտից, այդ ֆինանսական հոսքերից։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում հնայի 42%-ից ինքը զրկել է։ Սա տնտեսական կոլապս է նշանակում։ Սա ոչ միայն ինքնասպանություն է, սա դիվերսիա է պետության դեմ։ Գյուղացի, որովհետև ցանկացած քանդված տնտեսություն վերականգնելու համար շատ ավելի շատ ներդրումներ է պահանջում եւ ժամանակ, քան 0-ից սկսելը։
Այդ չեմ ասում, որ կորցրած շուկան վերականգնելը, երբ որ դու կորցեցի շուկան, տեղդ մտավ Թուրքիան, դու ընդեղը չես կարա վերադառնաս։ Դե համար ասում, ո՞րն է լուծումը։ Գալու է, չէ, ինչ որ մի նոր կառավարություն պետք է ասի, ես մի բան պետք է անեմ։ Պետք է գնամ փորձեմ պայմանավորվեմ։ Ռուսները ասեմ, գիտեք ինչ, դե հա իհարկե արդեն փակ է, լոլիկը արդեն տանում են թուրքական էժան, ես չեմ կարա մրցեմ, էսի արդեն ընդեղ էժան կա, հա, ով է տեսել 1000 դրամով սեզոնին ծիրան, բայց մի բան պետք է անենք, նոր կառավարության վիճակը շատ ծանր է լինել։ Շատ, որովհետև այն անելանելի վիճակը, որ սա է ստեղծել պետականության համար, եթե վաղը նույնիսկ մի նոր կառավարություն կա նստի ստեղ, դա արագ վերականգնել հնարավոր չի։ Դա արդեն Պուտինի ձեռքն էլ չի։ Լավ, կարող է սանկցիաները հանի, ասի բեր, դու շուկա չունես արդեն ընդեր։ Քո տեղը արդեն ֆուրերը մտել են թուրքական դրոշներով, ծափերով, բաներով դու։ Իսկ դու ներ, որովհետև ժամանակին պրոբլեմ կար, եւ թուրքականը աշքելված էր մտնել։ Դու մի անգամից տեղավորվեցիր ընդեր երկար ժամանակ քոներ։ Իսկ հիմա քեզ սցին Դավիթ Դասվիդյան եւ թուրքական արդեն ընդեր է։ Այնպես որ հիմա նույնիսկ սանկցիաների հանելու պարագայում հայ գյուղացին լուրջ լրջագույն պրոբլեմ ունի։ Իսկ սա մենակ իր պրոբլեմը չի։ Սա նաեւ աշխատատեղ էր, սպասարկման ոլորտներ էին, դրանց կից գնացող մի ամբողջ պատճառահետևանքային կապ, որին հաջորդել է սանանկացումներ, գործազրկություններ, նայելու են մարդիկ հյուրանոցը կա, եկող չկա, ռեստորանը կա գնացող չկա, կաֆեն կա գնացող չկա, որովհետև բարձվում է մարդ այդ մարդիկ է փող չունեն։ Մտածում են ոնց ինչ վաճառեն, որ բանկին իրենց միլիոնավոր պարտքերը տան։ Այս է տխուր բան։ Այսօր մի հատ լոլիկ աճեցնող ասում է չեմ ջրում, որ լոլիկս չկարմրի։ Որտեւ ես չգիտեմ 40 դրամով որ ես լոլիկը վաճառեմ։ Ես ինչ եմ անել այդ 40 դրամ։ Ես չեմ ջրում դրամ, այսպես մոլորված կանգնածա։ Մարդիկ որ հեկտարներով ջերմոցներ են սարքել։ Այնպես չի որ ինքը չի ուզում մարդիկ, ասենք էժան լոլիկ ուտեն, հարցը դա չի։ Հարցերն է, որ այդ 40 դրամը իր ծախսերը չի փակում։ Ասում մի անգամ այսպես հալված ուտել տնտեսությունը, այն էլ հետո ինքը պետք է գնա իր համար տնտեսություն ճարի։ Շուկաներ։ Սա մահացու հալված է, բայց այս կենթանում դա չի հետաքրքրում։ Ինքը իր իշխանությունն է ապահովում եւ Հայաստանի հանձնելը։ Ինչ կապ ունի իր համար այդ գյուղացին։ Լացում է դառը, չի լացում։ Բոլորովին իր համար սա նշանակություն չունի եւ երբեւե ոչինչ նշանակություն չի ունեցել իր համար։ Իր իշխանությունից բացի։ Բայց բարձվում է ավելի կարևոր օրակարգ կա։ Բոլորիս ստեղն է արդեն հասել այդ բանի, բոլորի չգիտեմ, բայց իմ ստեղը հաստատ հասել է այդ բջջային հեռախոսների սև շուկայի դեմ արդյունք կամ հիմնականում անարդյունք պայքարելու այդ տրամաբանությունը բոլորիս ստեղն է։ Բա, հասկանում եք։ Այ իր ստեղն է ասել արդեն բջջային հեռախոսների սև շուկան։ Դուք հասկանում եք, այդ ինչքան կարևոր բան էր։ Բջջային հեռախոսների սև շուկա, այսինքն նույնիսկ մարդիկ մենակ Հայաստանում որ նայում են դու iPhone բերել ես, հետո թե չէ։ Ես ամեն անգամ որ Հայաստան էի գալի, ինձ առաջին հարցը չեն ասում զենք, նարկոտիկ կամ ուտել, ասում են քան այդ iPhone ես բերել։ Ես ասում եմ Samsung օգտագործող եմ, ես չեմ բերում iPhone։ Քան հեռախոս ես բերել։ 0։ Հասկանում եք, սրանց համար հեռախոսի մուտքը սև շուկա է, անես մի հատ հեռախոսների պրոբլեմ կա, բա, հանկարծ կարող է իրենց առևտուրը մի քիչ պակաս լինել տանից, հանկարծ կարող է մարդը 2 հատ iPhone բերի նվեր ու իր բարեկամները չգնային առնեին, այս սա է իր ստեղը հասել, հասկանում եք, Հայաստանը ուրիշ խնդիր չուներ, բացի iPhone-ների հեռախոսների խնդիրը, դա համար որոշեց մի անգամից անենց անի, որ խնդիրը լուծվի, դուք դառնաք բոլորդ իր մոտ հաշվառված, հասանելի, տեսանելի, լսելի, ու դա հիմնավորվում է ինչով, որ իր արդեն այս ստեղն է հասել հեռախոսների սև շուկա։ Ինքը սև շուկայի փաստորեն դեմ պայքարելու փոխարեն մտնում է ձեր տուն։ Պատճառաբանելով, որ սև շուկան էր։
Այսինքն ոնց որ նույն բանն է ալվում բանի Հայաստանի պետականության հետ, որովհետեւ մենք անկախ լինենք, պետք է տանք Արցախը։ Նույն տրամաբանությունն է իր մոտ։ Եվ այս մարդուն ձայն են տվել։ Դամաս նույնիսկ կրկնեմ։ Ում ճանաչում եք Փաշինյան Նիկոլ Ընտրած։ Ամեն օր տարեք այս փաստերը դրեք դեմը։ Թող մի սպասեք, որ իրանք պետք է համաձայնեն ձեր հետ, թող չհամաձայնեն, բայց դուք տարեք դրեք, որ ձեզ տեսնալից խաչակնքվեն, ասեն սիրիկա։ Իրանք պետք է հասկանան, որ իրանք այս ինչքան ապրելու են, դա պետք է տեսնեն ու լսեն։ Դա պետք է տեսնեն, լսեն, առերեսվեն ու պատասխան տան դրա համար։ Սենց է լինում։ Հասարակությունը սենց է կայանում։ Այդ հոգեբանի վերլուծությունը լսենք իր մասին, սրա մասին ում համար հեռախոսները ստեղ են ասել։ Ում համար միևնույնն է երկրի վիճակը, գյուղացու վիճակի ինչա, իր հեռախոսն է հետաքրքիր։ Հետո դուք նկարագրում եք արձանի նկատմամբ ձեր ցանկությունները, ասում եք, որ նա կարծես արձանի այդպես ինքներն եք նկարագրում բան ու ասում, որ նա կարծես ասում էր վերցրու ինձ։ Աշխարհում կա այդպիսի երևույթ, որը կոչվում է գրականություն։ Ես վարչապետի բրիֆինգի ժամանակ չեմ պատրաստվում գեղարվեստական գրականության դրվագներ քննարկել։ Այս ընդամենը գեղարվեստական գիրքա ոնց կարելի է այստեղ ինչ-որ բան գտնել ու առաջ քաշել։ Դե վերջացրեք, սենց դուք կարաք խաբեք մենակ այն մարդկանց, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն կլինիկական հոգեբանությունից կամ հոգեվերլուծությունից։ Նախ գրքում նկարագրվածը շատ լավ օրինակ է ներկայացնելու համար ու բացատրելու համար, թե ինչ է պիգմալիոնիզմը, իսկ դասերական ցանկություններ կամ ռոմանտիկ զգացողություններ ունենալն է արձանների, քանդակների, կտավներում պատկերված մարդկանց ու մանիկենների նկատմամբ։ Բացի ես արդեն մի 100 տարի է, եթե ոչ ավել հայտնի է, որ գրքում նկարագրվածը դա հեղինակի անգիտակցականից եկող ցանկություններն են, այսինքն կարճ պարզ ասած, մարդը միշտ գրում է իր մասին գիտակցի դա, թե ոչ։ Այո, ամեն մարդու ստեղծագործության մեջ, դա լինի գիրք, դա լինի երաժշտություն, դա լինի պատմված, դա լինի քանդակ, ինքը կա։ Դամած այս խոսքը ասում, սիրո մասին ամենահետաքրքիր մանրամասներով գրքերը գրում են կանայք։ Իրանք այլ ձև են զգում այդ ամեն ինչը։ Ամեն մեկը իր գրած գրքերի մեջ գնում է իր մի մասնիկը անպայման։ Ամեն ինչ իր մասին է։ Դա ինքը ուզում է, թե չի ուզում։ Կարևոր չի եք նկարագրությունը գնում է առաջին դեմքով, եսով ինչպես այս տարբերակում, թե երրորդ դեմքով, շատ հաճախ, բայց երրորդ դեմքով նկարագրվածները էլ չգիտակցված են, այսինքն անգիտակցականում թաքնված բովանդակություններն են։ Այսպես օրինակ, երբ Ֆրոյդը ուսումնասիրում էր Դաստոևսկուն ու իր գործերը, 1928 թվականին հրապարակեց մի հատ էսսե, որտեղ որ պարզ ու կարճ ասած գրեց այն մասին, շատ բարդ չեմ բացատրում, գրեց այն մասին, որ եթե Դաստոևսկին չգրեր Կարամազով եղբայրները, նա կդառնար հայրասպան, որովհետև այդ բովանդակությունները նրա մոտ թաքնված էին անգիտակցականում, հոր նկատմամբ էլի հայտնի արտահայտությունը, որտեղ ասվում է, եթե Դաստոևսկին չդառնար գրող, նա կդառնար հանցագործ։ Եկ անքասանք այս մարդու։ Գիտեք ինչ, ասում պրիստուպլենի նկազանյե, ոչի եւ պատիժ, գիտեք դա լա պատահական գրը, չէ, դա իր մտքի մեջ եղել է ամեն ինչը։ Ու շատ հաճախ մարդիկ գրում են, որ դա դուրս կա, հանձնում են թղթին, որ դա դուրս կա իրանց մեջից ուղղակի։ Գրքին ես առավել հակված եմ, որ այս բովանդակությունը, որ ինքը ներդրել է այս հատվածը, կտեղադրեմ վերջում կլսեք, ոչ թե չգիտակցված ու անգիտակցականում, այլ շատ վաղուց դուրս է եկել այդ դաշտից եւ գիտակցվել է։ Այսինքն շատ լավ ինքը հասկանում է ինչ խնդիրներ ունի։ Ու չնայած ինքը սովորասեփական քայլերի պատասխանատվությունը, դրանց հետևանքների պատասխանատվությունը դնել այլ անձանց վրա կամ արտաքին գործոնների վրա ու այս դեպքում եւս շարը գցում է գեղարվեստական գրականության վրա, չի ստացվի, որովհետև այստեղ հասկացող մարդիկ կան ու քեզ ոտից գլուխ կարողանում են կարդալ։ Այ ու մեր բանել ավելացնեմ ես, չնայած չի վերջացել մեր հոգեբանը, Փաշինյան Նիկոլին ընտրողները ենթագիտակցաբար այս ամեն ինչի հետ համաձայն են, իրանք ստեղ պրոբլեմ չունեն։ Չգիտեմ ինքը կասի դրա մասին, թե չի ասի, բայց դա ես ասեմ։
Որովհետև ամեն մեկը փնտրում է իր նմանին։ Եթե մեկի համար այս ամենը մերժելի է, ինքը չի կարող ասել ձեռնամոտենա։ Ստայրիկ։ Եթե այդ խնդիրը ձեզ չի խանգարում ու ոչինչ չի սպառնում արվեստի գործերին, կտավները փչացնել կա, այնտեղ արձանների հետ ինչ ասես անել կա, ուրեմն պետք չի դիմել կլինիկական հոգեբանի եւ հոգեբույժի։ Քանդակի։ Նկատի ունեմ անտիկ հունական քանդակի։ Այդ մերկ գեղեցկուհին պառկել էր մեջքով դեպի ինձ։ Կողքի էր պառկած, բայց մի քիչ էլ թեքված էր փորի վրա։ Ոտքերն էլ կիսածալ արած։ Մոտեցա, ուղղակի հիանալի էր։ Նրա մարմնի ուրվագծերը զգլխիչ էին ու կատարյալ, հետույքը կլորիկ ու գրգռիչ, ոտքերը նրբին, մազերը արձակ։ Երբ մոտեցա, երևաց նրա կուրծքը, կատարյալ չափերի, պտուկը ցից էր ու առածկական։ Արձանը կարծես ասում էր վերցրու ինձ։ Այնուհետև հիվանդ չի բա։ Արձանը մոռանում, հիմա էլ թանգարանում մի հատ կտավ է տեսնում։ Նրա մի ձեռքին հրացան է, մյուս ձեռքին դրոշ։ Նրա դեմքը կենտրոնացած է, մազերը խռնվում են, իսկ նրա ուսերը էրոտիկ ու գրգռիչ ուսերը, կրծքերը, փարթամ ու պիրկ կրծքերը մերկ են։ Լուվրում նայում էի այդ կնոջն ու սեռական գրգիռներ զգում։ Ես ասեմ, ու այն մարդը, որը գարշանք չի զգում Փաշինյան Նիկոլի նկատմամբ, ներքուստ ինքը համաձայն է սրան։ Թող իմ մեջ չվիճեն։ Սա հոգեբանություն է, սա մարդաբանություն է։ Թող իրենք իրենց հետ էլ չվիճեն։ Թե իբր այդպես բան չկա։ Չկա, որտեղ իրենք էլ են վախենում դրա մասին խոստովանեն։ Մինչդեռ այս ամենը մերժող մարդը Նիկոլի անունը նույնիսկ չէր ուզենա ասել։ Անունը նույնիսկ, հա։ Բայց այդ ինքը լսում է, ու դա այդ խնդիր չունի, ինքը փորձում է արդարացումներ գտնել։ Դա արդեն իր խնդիրն է, բայց մենք հո գիտենք տակ ինչ է թաքնված։ Այս տեսանը նայեք, սա ավտոբուսի պարկն է, սա չօգտագործվող ավտոբուսներ են։ Ես որ ես նկարը տարածեցի, մոտավորապես sense վերնագրով, որ այս իրավիճակը ստեղծողին առնվազն տրիբունալ էր պետք տա, դատել, իսկ այ ժողովրդի մի մասը սրանց քվե տվեց, քվե, բառացի քվե։ Ընդամենը այս ավտոբուսները ինչ-որ մանր-մունր խնդիրներ ունեն, սրանք սարքելու փոխարեն ուտիլիզացնում են։ Գիտեք ինչի, որովհետև ինչ կարգի ավտոբուս ասես այս ընթացքում բերել են։ Երբ որ մի տեսակ ավտոբուսները սպասարկելը նույն մասերով հեշտ է։ Տուն են ունես նույն սպասարկման գծերը, նույն պահեստամասերի, հա, որտեղ նույն բաներն են հիմնականում փշանում, չէ՞։ Բայց չէ, առնվազն մի 6-7 տրանսպորտի տեսակ կա Հայաստանում այսօր աշխատող։ Դրա համար այս վիճակն է։ Ու այսօր կարդացի մարդիկ ինչեր են գրում, գյուղերում տրանսպորտը ոնց է, շրջաններից դեպի Երևան տրանսպորտը ոնց է, որ նույնիսկ այդ տրանսպորտների, այդ ավտոբուսների մեջ նստատեղ չկա, երկաթի վրա են նստած, կամ եթե կարելի է դրան նստել ասել, էլի մի կերպ հարմարված մարդիկ, այս շոքին իրենց վառելով կամ ցրտին իրենց սարեցնելով, որ ոտքի վրա չմնան, գալի ասում Երևան կամ Երևանի մեջ պատտվում։ Փաշինյան Նիկոլը ոչ միայն գյուղատնտեսության, ոչ միայն տնտեսության, քաղաքային, ինքը մեծագույն հանցագործ ու սաբոտաժնիկ է։ Իր գործունեությունը ոչ միայն պետականության նկատմամբ, ոչ միայն պատմության նկատմամբ, ոչ միայն ինքնության նկատմամբ, ինքը բոլոր ոլորտերի նկատմամբ է, սրա գործողությունները հանցավոր։ Ու ես նույնիսկ պետք է գամ Նիկոլ Փաշինյան ընտրողներին։ Դուք բոլորդ այս հանցանքների մեջ մասնակից եք։ Դուք գիտեիք սրա մասին։ Դուք հիմա էլ գիտեք, դուք ձայն եք տվել։ Դուք ձեր քվեն տվել եք այս հանցագործությունների շարունակականությանը։ Ու ոչ մի բան չկա այնտեղ, չի կարող լինել ձեզ արդարացնող։ Ոչ մեկիդ մտքով չանցնի, որ կարող իմ համար ընդունելի լինի։ Բա կարող է տային ռուսներին, ձեզ թվում ում եք տվել, ճապոնացու եք տվել։
ձեր ձայնը, դուք տվել եք այս հանցագործություններին եւ այդ ռուս բառը ձեր համար ընդամենը արդարացում է, որպեսզի ձեր աչքին դուք քիչ հանցագործեր եք։ Միշտեր խնդրեմ ձեր հանցագործության փաստը։ Լսեք տաթևիկ ինչա։ Որ քարոզարշավի ժամանակ մարդ սպանվի փաստացի, այսինքն մահանա, պաստառ պոկելու համար մարդուն հասցնել ինքնասպանության, որովհետև ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, որ ձեռք է բերել Արցախի պատերազմի հետևանքով։ Մենք նենց իրականություն, նենց է փոխվում այդ կներեք գրողի տարած լրահոսը իր շատ վատ կոնտենտով, որ մենք չենք էլ հասցնում դա մարսենք։ Ու հիմա իրանք քրոնիկ ստախոսներ են։ Իրանք նույնիսկ կարան կանգնեն, երթվեն, ասեն, չգիտեմ, մամայի Սարև, պապայի Սարև ոչ մի ադրբեջանցի չի գալու, 5 րոպեից իրանք 10 ադրբեջանցու ձեռբռնած բերեն, ասեն մեր աղբերներն են։ Ու իրանք ոչինչ չի խանգարում, որովհետև չունեն իրանք այդ սահմանները։ Չունեն այդ սահմանումները, որ ես մարդու կողքը նստել եմ, իր աչքերի մեջ նայել եմ, իր այդ հաց եմ կերել, ես բանը չպիտի անեմ իր հանդեպ։ Իրանք իրար էլ կխժռեն այդ ճանապարհին։ Բացարձակ առանց մտածելու, առանց հետ նայելու, առանց իրար խնայելու։ Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուրին է, որ հանգիստ կարա փուրը տա առանց աշկ թարթելու իր քաղաքական նպատակը։ Մի ամբողջ քյուղատնտեսական համակարգ շեր ընդամենը մի ամիս առաջ ասում էր ավելի լավ որ ձեր պղպեղը մերժումա Ռուսաստանը կտանենք Եվրոպա դու ավելի շատ պղպեղ կարտադրես այսօր 5 ասում դե մի 6 ամիս sense կշարունակվի թե sense շարունակվելը որն է դրանից հետո էլ մենք ձեզ առաջարկել ենք շուկաներ դուք ձեր գլխի ճարը տեսեք ինքը ոչ մի խնդիր չունի ոչ մի սահման չկա նույնիսկ կրկնեմ այդ հյուսիս-հարավ ճանապարհի մասին հյուսիս-հարավ ճանապարհը սկսել է 2010 թվին առնվազն 18 թվից վերջի 8 տարին այսինքն 16 տարվա կեսը դա Նիկոլի չափա Նիկոլի շրջանում է արդեն ընկնում 8 տարի Սերժի շրջան էր 8 տարի Նիկոլի այդ նախատեսված 500 միլիոնը որ պետք է ճանապարհ ամբողջ պատրաստի մեր դարձել է 1.5 միլիարդ երրապատվել է ուտեղ ոչ մի բան արված չի ու հանդիսավոր մի հատ ինչ որ թունել են ցույց տալի փոս որ ասֆալտ նույնիսկ չունի մեջը այդ է պարսկական փողերով ինքը բացում անում ինչ որ գունավոր sense ծխեր բան հիմա Նիկոլի զավակներն էլ կարող ասեն տեսնում եք Նիկոլին ինչ արեց տգետ են ուղղակի չգիտեն որ դա սկսված է 10 թվականից 9-10 թվականներից եւ նախատեսված 500 միլիոնի փոխարեն 1.5 միլիարդ արդեն մսվել են ինքն ու Սերժիկը 1.5 միլիարդ ու բան չկա դեռ չկա ինքը ոչ մի սահման չունի ստեղ կարա ասի այնտեղ կարա ասի ինչ ուզի երբ ուզի վերջ հետո լասի ստեղը սա հասել հեռախոսների սև շուկա արի քո կյանք մտնեմ ես ամեն ինչ ստուգեմ որտեղ հեռախոսների սև շուկան ստեղ անց Հարոզարշավի ժամանակ մարդ սպանվի փաստացի Ես քանի օր որոշում եմ որ պետք է անպայման մի քիչ տնտեսության մասին ձեր առանձին հաղորդում անեմ որովհետև այդ մենակ այդ մասին խոսելը մի առնվազն 30-40 րոպե գնալու է ու ոչ մի կերպ այդ 2 ժամը չեմ գտնում օրվա մեջ որ այդ հաղորդումը ձայնագրեմ բայց որոշեցի որ պարոն Միրզախանյանի ընդամենը մի էպիզոդ ձեր ցույց տամ մի քիչ այդ մասին ձեզ տեղեկացնելու համար մի քիչ նախնական ասեմ որ եթե մեկը կարող չգիտեր որ 20 թվականի փետրվարին միջև պատերազմ արդեն Արցախի տարածքում գործող հանքերը Ադրբեջանը վաճառել էր անգլիական եւ ամերիկյան ընկերությունների սա փաստ է արդեն 20 թվականի փետրվարին իրանք գիտեին պայմանավորված էր որ այդ հանքը լինելու է իրանցը ու որպես ինքը քաղաքական աջակցություն ստանա դրա համար այդ հանքը վաճառվել էր արդեն Ամերիկային ու Անգլիային եթե մենք ուզում ենք հասկանանք ինչով է պայմանավորված այս լռությունը շատ լավ հասկանանք թե ում էին վաճառել այդ տարածքները հանքերը իսկ ես հիշեցնեմ որ ընտրություններից առաջ հապշտաբ 40 րոպեով Հայաստան եկավ պատրաստի թղթապանակներով Մարկո Ռուբիոն եւ Արադ Միրզոնը արագ բոլոր թղթերը ստորագրեց որով
Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված ընկերությունները, որոնք ոչ մեկ չգիտի ովքեր են, թույլատություն են ստանում, լիցենզիա են ստանում հանքարդյունաբերությունով զբաղվել Սյունիքում։ Ասել է թե որպեսզի ինքը մնա ստեղ ղեկավար, հանքերը լիցենզիավորված վաճառեց ամերիկյան։ Նույն բանը ինչ որ կատարվել է Արցախում։ Հիմա լսենք պարոն Գերզախինյանի Արտադրությունից, սանտիսյոնից հասկացող մարդիկ կգան եւ առաջին մեկ անգամ խոսել ենք, հիմա պետք է նշենք, որ պարտադիր պետք է փոխվի համանadrության այն կետը, որ ասվում է բնական ռեսուրս Հայաստանի բնական ռեսուրսների տերը պիտի վերադառնա առաջին համանadrության կետին, որ համարվում է Հայաստանի ժողովուրդը։ Իսկ այդ կետերն ասեմ ովքեր են փոխել։ Մի էտապով փոխել է Ռոբերտ Քոչարյանը, դարձնելով այն ոչ թե ժողովրդի սեփականությանը, այլ պետության սեփականությունը, մյուս անգամ փոխել է դա Սերժիկ Սարգսյանը, պետական սեփականությունից դարձնելով կառավարության սեփականություն, ասին կառավարությունն է որոշում։ Ինչ անի, դա կառավարության փողերն է, կառավարության սեփականությունը, ժողովուրդը դեռևս գոյություն չունի։ Ովքեր դեռ մտածում են, որ Սերժնիկն ու չգիտեմ, Ռոբիկը մեր ընկերներն են, հայրենասեր լավ տղեկ են, ամեն ինչ արել են այս երկրի համար։ Առանց այդ կետի Թալանը հանքարդյունաբերության կշարունակվի եւ կարգավորել հնարավոր չի լինի։ Երկրորդ կետը, որը պարտադիր պիտի արվի, ամբողջ աշխարհի այն պետությունները, որոնք զբաղվում են հանքարդյունաբերությունով եւ հատուցում են բնական ռեսուրսներով, բոլորը օգտվում են համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքից եւ ընդունել են այդ օրենքը եւ կիրառում են իրենց տարածքում։ Միակ պետությունը, որը զբաղվում է լեռնամետալուրգիայով, կարելի ասել մեր այսպես ամենամեծ հարկատուններ հարկային բազան լեռնամետալուրգիան է, բայց մենք այդ օրենքը չենք ընդունում, մի քանի անգամ ասվել է այդ մասին, հուշվել է, բայց կամ դրսի ուժերը թույլ չեն տալի, որպեսզի մեր կառավարությունը դա ընդունի, երևի, ես կարծում եմ, որ հիմնականում այդպես էլ կա, եւ առանց ընդունելու որպես գործունեության ուղղություն այդ օրենքը, որը կարգավորում է ամբողջ համաշխարհային լեռնամետալուրգիայի process-ը, ելի մենք հաջողություն չենք ունենա, մեր Թալանը հանքերի կշարունակվի։ Իսկ ինչ է այդ օրենքը, ստեղ ինքը չի ասում, բայց Նոյան Տապանի իր հարցազրույցում ես լսել եմ ինչի մասին է այդ օրենքը։ Այդ օրենքը նրա մասին է, որով պաշտպանվում են այն երկրների շահերը, որտեղ կատարվում է հանքարդյունաբերություն, որով ստիպում է այդ գործունեությամբ զբաղվողին, որ ինքը վճարի այնքան հարկեր, որը մոտավորապես ամեն մի պետության բյուջեի մեջ կապվում է իր ունեցածի 50%-ը։ Համեմատության մեջ ասեմ, հայկական այս արտահանումները, այս հանքարդյունաբերության մեր բյուջեի մուտքերի կազմում են 7-8%։ Դրանք պետք է լինեին 50%։ Այսինքն ամեն տարի մոտավորապես ինչքան անգամ 43%-ի չափ չի մուտք հատվում։ Դա մնում է այդ կազմակերպություններին առնվազն, իսկ այդ կազմակերպությունների հետևում ովքեր են կանգնված, դրանք փակ բաժնետիրական ընկերություններ են, անունազգանուններ, դրանք պարտավոր չեն հրապարակել։ Բայց օրինակ Լիդիանի դեպքում, որը պատրաստվում է քանդել շահագործել Ամուրսարը, Հայաստանի տապանակալը դնելու համար, այնտեղ մենք գիտենք այնտեղ բաժնետերերն ովքեր են։ Այնտեղ մեծ մասը թուրքեր են։ Թուրքերը պետք է տանեն մեր ընդերքը, թույնը թողեն մեզ, ջրին, հողին, մարդկանց վրա, մարդիկ ստիպված թողեն հեռանան Հայաստանից։ Բայց Արամ Սարգսյանի համար դա իրական չի, կարևորը իրանք փող աշխատեն, ինչ տարբերություն։ Բոլորովին կարևոր չի։ Մի խոսքով այդ օրենքը դրա մասին է, որը Հայաստանը չի ընդունել։ Հայաստանը չի պաշտպանում իր եկամուտների շահերը։ Պարզ եմ ասում, պատկերացնում եք, եթե 7%-ի փոխարեն մուտք լիներ 43%։ Գիտեք ինչքան է այդ 7%-ը, մոտավորապես 500-600 միլիոնի չափ է։ Եթե մեր բյուջեն հաշվենք 8 միլիարդ կոպիտ, այդ 7%-ը մոտավորապես 600 միլիոն դոլար է։ Մինչդեռ ինքը կարող էր լինել 4 միլիարդ։ Հələ մեկ ասեք 600 միլիոն եւ 4 միլիարդ, 4 միլիարդ։ Էդի մենակ հումքի պարագայում, եթե ինքը
հումքը ծախեին, բայց դա հումքը արգելված է նույնիսկ ծախել բոլոր երկրներում։ Հողը տանելը դա արգելված է, մեր մոտ չէ, որտեղ հողի մեջ մենակ այդ կոպիտ ասած մի բանը չի, որ գնում է։ Իրանք մի ամբողջ հող տանում են, մի ամբողջ մեքենա տանում են, ասենք իբր դա ոսկու խտանյութն է, բայց դա ոսկու խտանյութը չի։ Դեռ ինչ ասես կա, ավելի թանկ, քան ոսկինը։ Մի խոսքով, իսկ սա ընդամենը մի փոքրիկ մասն է, ընդամենը մի փոքրիկ մաս։ Ես մանրամասն այս թվերը, որ մոտ առանձնացած է, պարոն Միրզախանյանն ուղղակի ինձ ստիպեց, որ ես մի քիչ փորփրեմ, որովհետև ես նստած աշխատում եմ ապագա Հայաստանի տնտեսական հայեցակարգի վրա, թե ինչ պոտենցիալ ունի Հայաստանը, բացի կոռուպցիան կանգնեցնելուց, բացի Սալան-Թալանը հետ բերելուց եւ այլն, բայց ներքին ինչ պոտենցիալ կա Հայաստանը մի ամսվա մեջ, մի տարվա մեջ սարքել մի անստեղ Դուք պատկերացրեք, եթե 600 միլիոնի փոխարեն բյուջեը գալի 4 միլիարդ։ Դե գիտեք, մենակ եթե բաժանենք 650,000 թոշակառուների վրա, 650,000 թոշակառու, ամեն մի թոշակառուին հավելյալ $500 փող է հասնում։ Մոտ $500 պլյուս այն ինչ որ ինքը ունի, ամսեկան։ Դուք պատկերացնում եք այդ ինչ թիվ է։ Ոսմեն թոշակները որտեղից եք բարձրացնելու, հենց տեղից։ Միայն նրա համար, որ դու ձեռ չես տալի ոչ մի բան, իրանց օրենքը ընդունում ես ու ինքը պարտավոր է քեզ վճարել։ Պլյուս մնացած ուղղակի այնքան շատ է այնտեղ ասելիքը, այնքան շատ է։ Այդ 4 միլիարդը, ես ես ուղղակի թիվ ասեմ, այդ 4 միլիարդը լրացուցիչ որ պետք է գա բյուջե, կարող է ինքը դառնա մինչև 20 միլիարդ։ Մենակ հարցունաբերությունը, մենակ հանքարդյունաբերությունը կարա հնգապատկվի եկամուտները, եթե մեր պետությունը լինել ոչ թե բանանային, նույնիսկ դա բանանային չի է։ Ուսեք, մի հատ բան կա, Բուրկինա Ֆասո կա, գիտեք, դες երկիր կա։ Այդ Բուրկինա Ֆասոն ֆրանսիացիներին վտարեց իր երկիրը, երկրից։ Ինքը դարձավ իր ոսկուտերը։ Մենք նույնիսկ Բուրկինա Ֆասո չենք հիմա։ Այսօրվա 600 միլիոնը որ վճարվում է, դա վճարվում է 4 միլիարդի փոխարեն։ Ուտես գիտեք քանի տարի։ Թիվ ասեք։ Ինչքան Հայաստանը կա։ Ինչքան Հայաստանը կա։ Էլի Լևոնին գցում եմ մի կողմ, սկսած Ռոբերտ Քոչարյանից։ Ոչ թե խնայում եմ Լևոնին, չէ։ Չնայած Լևոնը այն ժամանակ, եթե այս հանքարդյունաբերությունը կարողանար օգտագործել երկիրը պահելու համար, ձեզ թիվ ասեմ, էլի պարոն Միրզախանյանն ասում։ Սովետական միության ժամանակ Հայաստանը Սովետական միությանն էր տալիս իր համախառն արտադրանքով, որտեղ մտնում էր քիմիական արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, մի խոսքով ամեն ինչ, 12.5 միլիարդ դոլարի փող։ Հետ էր ստանում 2.5 միլիարդը։ 10 միլիարդի տարեկան ինքը փող էր տալի, ավել, քան ինքը հետ էր ստանում։ Ու Հայաստանը համարվում էր ամենալավ ապրող հանրապետություններից մեկը։ Ու պատերազմից հետո մեկ պարզվեց մենք ոչ մի բան չունենք, սուտ է։ Սուտ։ Հայաստանին ընդամենը 2.5 միլիարդ էր պետք։ Իսկ այդ տարիներին 2.5 միլիարդ էլ չէր։ Մեր բյուջեն 500 թե 600 միլիոն էր։ Հա, այդ թվերի մեր 500-600 միլիոն էր։ Ինչ է կարծում չէր աշխատում այդ բաները։ Ես Լևոն Պետրոսյանին թողում եմ մի կողմ, այդ նայից չի, որ ես ամասին չգիտեմ կամ չեմ ուզում եղաժել, բայց ռելսերի վրա անգավ պետությունը առնվազն 98 թվականից, երբ որ Ռոբերտ Քոչարյանը դարձավ վարչապետ։ Դա ես կարող եմ հաստատ ասել։ Որտեւ ես միշտ բիզնես ունեցել եմ, ես հիշում եմ բոլոր տարիները, բոլոր փոփոխությունները, բոլոր։ Եվ Ռոբերտ Քոչարյանը առաջինը որ մտցրեց, բարձրացած հարկի տեսակ ու իմ նման հազարավորները մտան հարկային դաշտ։ Դա 98 թվականն էր։ Այն ժամանակվանից տարեկան այդքան փող չի մտել Հայաստանի բյուջե։ 3 միլիարդից ավել։ Իսկ Հայաստանի բյուջեն 3 միլիարդ չի եղել ջան։ 1 միլիարդ էր։ Պատկերացնում եք, բյուջեից 3 անգամ ավել թալանել է, գնացել է, լիքը հաշիվների վրա։
Իշխանությունը պահելու դիմաց, բա այդ ամենը ռուսական ընկերությունների էր նաև պատկանում, հիմա է որ տվեցին ամերիկացիներին։ Այսպիսի բան է իշխանություն պահելը, կերակրել մեր հաշվին։ Սրա մասին մի առանձին ես հաղորդում պետք է անեմ, առանձին, որտեղ շատ են թվերը, դուք ուղղակի կսարսափեք այդ մանրամասներից։ Եղորյակը բարձրացել է 100 անգամ, 300 անգամ։ Բայց հիմա անվճար չէ։ Չէ։ Ասում են անվճար։ Սուտ են ասում։ Հետո որ ասում է, բերեք մատերս կողեմ աշկը։ 2 տարի է, ես դեղերը առնում եմ, փողը տալիս եմ, ապտակայից առնում եմ։ Այս տարի էլ հիմի էլ այսօր էլ։ Երեք չեմիս որ առամ 10,000 դրամ տվեցի, այսքան դեղ տվեցին։ Դեղերներ թանկացել են մի 300 անգամ ավելի։ Այդ առողջապահության նախարարը թոկակայինի մեջ չապելաղց ասում ջեք խապեմ ժողովրդին։ Խապում են։ Հիմի ես կենթանի մարդ 90 տարեկան, այդքան տարվա ստաժ ունեմ, շաքարս բարձր է, մի հատ դեղ չեն տալիս։ Դեղը գնում եմ ապտեկայից առնում խմում։ Իմ թոշակը չերեքում իմ դեղին։ Իսկ ինձ ասում եմ, բա երբ է լինելու այն կրճատումները, որ ես ասում եմ։ Եղել է ժողովուրդ ջան, մի նեղվեք։ Այսօր ինձ գրեցին, որ արդեն 90,000 հոգի զրկվել է նպաստից։ 90,000 հոգի։ Փող չկա։ Որովհետև նորից եմ կրկնում, այդ ամեն ինչը նախատեսված չէ բյուջեում, հիմա բյուջե չկա։ Այդ բյուջեն որտեղից է գոյանում, գիտեք, այս արտահանումներից, առևտրից։ Այդ 12 միլիարդ դոլարը, 12.5 միլիարդ դոլարը, որ պետք է գար Ռուսաստանից Հայաստան, դա արդեն հաշվարկված էր այս տարվա բյուջեի մեջ։ Հայաստանի բյուջեն ընդամենը 8 միլիարդ։ Բա հիմա ավելի սարսափելի բանի մասին խոսենք։ Այս սա լրիվ վեսպետության դեմքն է։ Ուրեմն Գոհար Միքայելյանն է գրում, հրապարակվել է համաշխարհային բուհերի հերթական հեղինակավոր Վարկանիշի Աղուսյակը, ուրեմն 1000 լավագույն բուհերի մեջ Հայաստանը ոչ մի բան չունի։ Այսինքն Հայաստանի բուհերից ոչ մեկը նույնիսկ լավագույն 1000-ի մեջ չի մտնում։ Իսկ Ադրբեջանում 1000 լավագույն բուհերի մեջ մտնում է 7 բու։ Վրաստանն էլ չունի տենց բու, Թուրքիան ունի 11 բու։ Իրանում 8։ Հասկացաք մենք որտեղ ենք։ Հասկացաք ինչ կարա լինի մի երկրում, որտեղի վարչապետը Փաշինյան Նիկոլն է, որի զուգընկերուհին իրան թույլ է տալի, որ ասի կրթվելը նորաձև է։ Եթե մի երկրում հայտարարում են կրթվելը նորաձևը, նշանակում է այդ երկրում ստաբիլ կրթություն չկա։ Հայաստանը սովետական միության ատոմային էներգիայի, էլեկտրոնիկայի, բոլոր բարձրագույն մշակումների քիմիական ոլորտ կլներ, չգիտեմ, տիեզերագնացություն կլներ, ռազմական կլներ, էլեկտրոնիկա, բարձրագույն մաթեմատիկայի լավագույն փորձարկումները եւ ինստիտուտներ եղել են Հայաստանում։ Գիտեք ինչի համար է Հայաստանում դա կառուցվել։ Հենց պատերազմի ժամանակվանից սկսած։ Ռեսուրսը դեռ է եղել։ Բալիխանյանները ստեղ էին, Վիկտոր Համարցումյանը ստեղ էր, ստեղ էին մարդիկ։ Գիտնականները ստեղ էին, որտեղ պետք է լիներ։ Այսօր այդ երկիրը չունի գեթ 1 բու, Ադրբեջանը 8 ունի։ Հիմա բաղը որ փողոց դուրս գաք։ Առնվազն իրավունք ունեք, որտեղ տեսնեք այդ կրթության նախարարին, որը 8 տարի է կրթության նախարար, թքեք երեսին։ Այսինքն ինչի մենակ նախարարի, ցանկացած ԿՊԻ-ականի եւ դրանց ընտրողների դուք եք սրա պատասխանատու։ Ես հասկանում եմ, եթե դուք տարական կրթություն ունենեք, դուք սա չեք անի, այ իրանց ձեռքբերումն է, որ իրանք այս ձայն ունեն։ Այսինքն եթե այս ձայն ունեն, նշանակում է կրթությունը վերացել է Հայաստանում։ Ախր մենակ կրթությունից չէ, նաեւ դա բարոյականությունն էլ այնտեղ կա։ Ասեք մենակ կրթությունը չի վերացել է։ Իսկ սովետական միության տարածքներում մենք ընդհանրապես էլի սովետական միության տարածքում օրինակ նախկին
Ռուսաստանում 21 բուհ կա, 1000-ի մեջ ընտրում։ Ղազախստանը նույնիսկ Ղազախստանը ունի 8 բուհ, Լիտվան այդ փոքր երկիրը ունի 4, Էստոնիան, որը 1 միլիոն բնակչություն ունի, բայց 3 հատ բուհ ունի այդ մակարդակի վրա։ Ուզբեկստանը 2 հատ ունի։ Մենք հասկանում եք ուր ենք հասել։ Ուզբեկստան, Ղրղստանը 2 բուհ։ Մենք Ուզբեկստան, Ղրղստան, նույնիսկ այդտեղ չենք։ Երկիր, որը Մերգելյանի ինստիտուտ ուներ։ Հիմա երևի տարիքով մեծերը, որոնք աշխատել են այդ ինստիտուտներում, գործարանում, կհիշեն ու կասեն, «Էս ենք ունեցել, էլեկտրոն գործարան ենք ունեցել, ռոբոտների գործարան ենք ունեցել», հասկացեք, լավագույն, ամենաառաջատար, արա Պարիս հերյունի ենք ունեցել, մենք այդ գիտությունների ակադեմիա չունենք, որովհետև գիտությունների ակադեմիան դարձավ դիակը, այս նշանակում է այնտեղ արդեն վերջ, մորգա դարել գիտությունների ակադեմիա, հասկանեք։ Նիկոլը դամար ասում, մեր գիտությունը ինչ սա պետք, ինչների սա պետք գիտություն, ինչ է տալիս ընդհանրապես։ Ճիշտ է ասում։ Թալան ապահովելու համար գիտությունը ոչ մի բան չի տալիս։ Հակառակ խանգարում է, կրթված մարդու հետ դժվար է, ու իր համար դա դիսկոմֆորտ է։ Կրթված մարդու համար, կրթված մարդու հետ Նիկոլ Փաշինյանի շփումները չի կարող ստացվել, որովհետև պետք է իր նման նախիրի անդամ լինի, որ իր բանը շփումը լինի բան, միշտ դոմինանտի կարգավիճակում, որպես նախնապետ ինքը հանգիստ զգում իրան նախրի մեջ։ Կրթված մարդիկ դժվար են դառնում նախրի անդամ։ Այնպես չի, որ կրթված նախրի անդամ չկա, կա, բայց շատ դժվար են դառնում իրենք։ Սա է ցուցանիշը։ Թքած ունենան բոլոր տեսակի քաղաքական գնահատականների վրա։ Սա ցուցանիշ է։ Սա ընտրություններ չի, ռուսներն են լավը, թե ճապոնացիները։ Ընդհանրապես դրա մասին չի։ Դուք արդեն նույնիսկ Ղրղստան չեք։ Ղրղստան մենք բոլորս, Ուզբեկստան, մենք գոնե 2 հատ ունեն։ Իսկ մեր թշնամի Ադրբեջանը, մենք որ ձեռ ենք առնում, որ ոչխարանոցը 7 ունի։ Այդ նրանից չի, որ իրանք խելոք են։ Այդ նրանից է, որ իրանք նշանակություն են տվել դրան։ Ու բերել են մասնագետներ, փող են դրել դրա մեջ։ Այսօր էլ իրանց ուսանողներին ուղարկում են Եվրոպա մասնավորապես միջազգային հարաբերություններ սովորելու, որտեղ հասկանում են իրանց երկիրը լուրջ Նիկոլի մեջ է, եւ որպեսզի պահեն այդ երկիրը, իրանց պետք են լուրջ մասնագետներ։ Այս է նշանակում ղեկավարել երկիրը, ոչ թե նստել էշեշ դուրս տալ, թե սև շուկան հեռախոսների հասել աստեղը։ Ու սա նորմալ համալողները հասկանում եք, որ այդ որակի են։ Ստեղ ինչ կարաս ձեռն է ուղղակի թափ ես տալիս։ Ինչ կապ ունի, ստեղ Ռուսաստան ես գնում, Ճապոնիա թե դու ոչ մի տեղ չես գնում։ Հայաստանը միակ երկիրն է, որ ԵԱՏՄ անդամ է, միևնույն ժամանակ ԵԱՏՄ անդամ չի, որ ՀԱՊԿ անդամ է, միևնույն ժամանակ ՀԱՊԿ անդամ չի, որ Եվրոմիության անդամ չի, բայց ժողովրդի խաբումը ասում է գնում ենք Եվրոպա։ Դուք հասկանում եք մենք ինչ երկիր ենք։ Բայց մի շերտ կա, որ եղա սա վիրավորական չի, սա նորմալ է։ Իսկ Ղրիմում շատ ծանր է վիճակը։ Նույն հոսանք չկա, բենզին չկա։ Էլ տրոլեյբուս չի աշխատում։ Չկա։ Հոսանք չկա։ Բենզին չկա, մարդիկ դուրս են գալիս։ Նույնը ինչ կատարվեց Արցախում, հիմա նույն էս 40-ները ավտո Ղրիմի մոստի վրա են։ Ասեք, որ դա կարմա է։ Ասեք։ Ես չեմ ուրախանում դրա վրա։ Ես կուզենայի արցախցին դուրս չգար։ Ինձ ինչ է տալի Ղրիմի բնակիչը դուրս է գալիս թե չէ։ Ոչ մի բան։ Սրտահովանք, չէ, ես գիտեի, որ դա ինձ է լինելու, որովհետև ես երբեք չեմ կասկածել բնության, հավասարակշռության, բալանսի օրենքի վրա։ Ոնց որ չեմ կասկածում, որ բոլոր Նիկոլ ընտրողները, այսինքն, իրանց հերթին հնձելու են այն ինչ որ ցանել են։
Դա ինչ չի ուրախացնելու, հասկացեք։ Ես ուզում եի դա կանխեի ամեն գնով։ Հայտարարելով նույնիսկ ես ձեզ կատեմ, կհամարեմ թշնամի, մի արեք, բայց դե արեցին, ով արեց։ Նույնիսկ այդ անընդունելի սպառնալիքներով ես փորձեցի մարդկանց ուղղակի հետ պահել այդ քայլերից, որ մի արեք, հասկանում եք դու ձեր կյանքի հետ ինչ եք անում, նաև մեր կյանքի հետ, բայց չեղավ։ Եղավ ինչ որ եղավ։ Ես չգիտեմ քանի հոգի հետ կանգնեց, քանի հոգի հետ չկանգնեց, բայց չէ որ մի 25-30% ամեն դեպքում ընտրել է սրա։ Ու այս ամեն ինչը մտնելու է իրանց տները։ Ու Ռուսաստանի վիճակը այն աստիճանի վատ է, որ նա սկսել է արդեն միջուկային զենքի տեղաշարժ իր մոտ ու միանգամից ֆիքսել են որ ստրատեգիական բալիստիկ հրթիռների տեղաշարժը գնում իր մոտ որովհետև էլ բան չունի ինքը պարտվում է ինքը ուղղակի պարտվում է եւ այս պարտության մեջ ես ուրախ չեմ որ պարտվում է որովհետև այս պարտության արդյունքում թուրքերը վերցնել են Հայաստանը էլ ոչ մի բան չի խանգարում Եթե ժամանակ կար մտածում էին կարող է ռուսին պետք չի, հա, Ղարաբաղը տվել է, որտեղ ճար չուներ, չէ մտածում էր օգնություն կստանա, հիմա ընդ պարտվելուց հետո, ես գիտեմ Հայաստանում ծափ են տալու, որ հեսա պարտվելից, հեսա մենք ասա, մենք դառնում ենք ուղղակի ամենայն հավանականությամբ վիլայի հետ։ Ու Պարսկաստանը չի փրկելու մեզ, ոչ թե ինքը չի ուզում, չէ, երբեք ինքը իր տարածքից դուրս նման միջոցառումներ չի արել։ Զանգեզուրի միջանցք, հա, բայց ընդհանուր Հայաստան, որ Գեղարքունիքից մտան, նոյեմբերյանից մտան, ինչ անելու, բանը, Իրանը, տեխնիկապես ոչ մի հնարավորություն չունի եւ ամենակարևորը, դա սպարտականություն չունի Հայաստանի նկատմամբ։ Մինչդեռ դա համար ես գոռում եմ, խնդրում եմ, ասում եմ, ընկեր ընդդիմադիրներ, վազեք իրանական դեսպանատուն, ծեծեք այդ դռները, որովհետեւ սրա ընկնելը, եթե ասենք գոնե 2 տարի առաջ, մի տարի առաջ, երբ որ մենք բանակ ունեինք, երբ որ այս վիճակը չէր, Հայաստանի համար փրկության դուռ էր բացում, այսօր հասկանում ենք, որ չէ, դա փրկության դուռ չի բացում։ Այդ դռները ծեծում են արդեն 2 թուրքական պետություններ, Եվրոպան էլ կանգնած է դրանց թիկունքին։ Հենա Ուրսուլա ֆոն դեր Լայնը վազել է Բաքու, հեսա գալու է Երևան։ Ինչի համար, իան պետք է Երևանը պահի, չէ։ Երևանը պահողը, Երևանը Թուրքիային հանձնողին չէր աջակցի։ Մանավանդ ինքը Եվրոպան էլ չի ներկայացնում, այսօր Եվրոպայի ուղղակի նախագահն է, Եվրոպական միության։ Ինքը բնականաբար չի ներկայացնում Հոլանդիան, բայց պաշտոնապես ներկայացնում է։ Բայց դե Հոլանդիան մենք շատ հեռու ենք։ Հասկանու եք։ Բոլորի համար ենք հեռու։ Բացի Իրանից, բացի Վրաստանից։ Մի խոսքով Ռուսաստանի վիճակը շատ ծանր է ու ինքը գնում է ծայրահեղ քայլերի։ Տեսնենք ինչպես կզարգանան ընթացքը։ Այս դատախազն է միջազգային դատարանի, հա, ու բացահայտել է, որ 12 սենատոր իր վրա բան են գրել։ Ահաբեկող նամակներ։ Ամերիկայի մեծ հանրային 12 սենատոր հայտարարելով, որ եթե դու չդադարես մեր նկատմամբ քրեական գործարարությունը, դու դառնում ես թիրախ մեր համար։ Ինքը բացահայտել է, ճիշտ է արել։ Ովքեր են այդ 12 սենատորները, բնականաբար դրանք Իսրայելին ծառայող, Իսրայելի հանցագործությունները կոչող սենատորներ։ Որովհետև միջազգային դատարանում քրեական գործեր կան Իսրայելի վրա, որով անցնում են նաև այն ղեկավարներ են պաշտոնյաները, որոնք ներգրաված են այդ ցեղասպանական գործունեության մեջ։ Այստեղ Նետանյահուն պարզ ասում է, որ Թուրքիան իրենց համար այնքան վտանգ է, ինչքան Իրանը, եւ իրենք պատրաստվում են հարձակվել Թուրքիայի վրա։ Թրամփն ասում է, գիտես ինչ, դու չես հասկանում Թուրքիան ինչքան մեծ է։ Ես չեմ կարող քեզ փրկեմ այս պարագայում։ Դա մեր ճշմարտության խոսքեր կա։ Իրենք նույնիսկ Հեզբոլայից չի կարա փրկի, եթե Ամերիկան դադարի Իսրայելին ֆինանսավորել եւ զենք տալ։ Էլ ու թե մնաց
Թուրքիայի նկատմամբ։ Գրմռոց կլինի, որոշումներ կլինի, դրանից ավել ոչ մի բան չեմ որ կա։ Ինքը այն քաղաքական ամենակարևոր ֆինանսական եւ տնտեսական վիճակում չի, որ գրմռալուց բացի մի բան անի։ Մանավանդ որ Թուրքիան կոչ է անում հետևել Հարավային Աֆրիկայի օրինակին եւ դիմել միանալ են քեյսին ցեղասպանության մեջ մեղադրող Նետանյահուին։ Նետանյահուի ցեղասպանության մեջ է մեղադրում Թուրքիային, որը ճիշտ է։ Հիմա իր նկատմամբ քրեական գործ կա, որտեղ Իրանն է մեղադրում ցեղասպանության մեջ։ Էդ էլ է ճիշտ։ Մենք պետք է ասենց շիվալած նայենք տնենք ինչ է կատարում։ 75%-ը պնդում է, որ սա պետք է գնա։ Սա ավիրեց համաշխարհային կարգը, սա ավիրեց ամերիկյան տնտեսությունը եւ սա պետք է գնա։ 75%-ը։ Սոս հայտարարեցինք ոչ մեկ չունեցել։ Ու չկասկածեք, որ տենց է լինելու է, Մայք Ջոնսոնը արդեն ներկայացուցիչների պալատի նախագահը արդեն լացում է, որ իրանք բոլոր տեղերում պարտվում են ու ասել են պարտվելու են եւ նոյեմբերին կսկսվի իմպիչմենտ իրանց նախագահի վրա։ Եվ որպես հետևանք նախագահի հետևից կսկսեն քրեական գործեր բացվել իրենց բոլորի վրա։ Այո, դրանից հետո գնալու է Իսրայելի կազմակերպում, ֆինանսներից զրկում, նույնիսկ եմ ասում, մեծ փոփոխություններ է սպասում տարածքում։ Այս ամեն ինչի ֆոնին բացանում է Իրանի դերը, Իրանի ազդեցությունը դրա համար եմ ասում մեր ընդդիմությանը։ Աշխատեք։ Սան զուգահեռ DOJ-ը, դա Department of Justice, արտագաղթության նախարարությունը բարձրաբանում է պահանջում, թե ինչու չեն բացում լրիվ ֆայլերը եւ լրիվ փաստաթղթերը եւ ով է դա արգելափակում։ Սա նորից ակտիվացել է, որովհետեւ ես ասեմ, որ պահին սա ամբողջական բացահայտվեց, միջև իմպիչմենտ էլ բանը չի հասնի։ Հիշեմ, որ գլխավոր դատախազն ասում էր, եթե մենք դատենք բոլոր մարդկանց, որոնք կան այս թղթերի մեջ, մանկապրծության, մանկասպանության, սեքսուալ թրաֆիքինգի, սատանիզմի մեջ մեղադրողների, եթե բոլորին ձերբակալենք, ամերիկյան կառավարման համակարգը կփլվի։ Հիմա ասում են, բացեք թող փլվի։ Որովհետև այսօր չէ վաղը փլվելու է մեկը։ Բացեք թող փլվի։ Ու ամենախայտարակ այս պարագային, որ ոչ համաշխարհային կարգ կա, ոչ օրենք կա, Հայաստանը գտնվում է ամենաթույլ տեղում, որ նույնիսկ իր վարչապետը կախ շուն է, բադել չէ, շուն, կախ շուն ուղղակի, որը ոչ մի որոշում կայացնելու իրավունք չունի։ Եթե առաջ կանգներ հայտարարել, ես ժողովրդավար, ես լեգիտիմ եմ, չգիտեմ, ես ընտրված եմ, հիմա դա չի կարողանում։ Ինքը ոչ մեկային չի կարողանում խոսալ։ Չեմ ասում ոչ Չինաստանն է շնորհավորել, ոչ էլ Պուտինը։ Ու էլի շատ դիրքների նախագահ։ Ախ, այս նկարին եմ նայում։ Մահացած ժամանակ իրա կարծեմ Թախմանյանն է սա արել, եթե չեմ սխալվում։ Հենց իրա վրա է ցանել էսի։ Ախ, կոմիտաս։ Մենակության մեջ լքված, մերժված, մոռացված մեր ազգափրկիչը, մեր ապագաղութացման ուծման դեմ առաջամարտիկը։ Ինչի հայ չկար Ֆրանսիայում, բայց ինչ որ մի խորհուրդ կտակ էր գրել, որ ոչ մեկ իրավունք չունի իրան այցելելու։ Ոչ մեկ, ու այդ կտակը պետք է բացվի մի քանի տասնյակ տարի հետո։ Սենց էլ չեք հասկացել, ով էր, որ կոմիտասին մեկուսացրեց, չթողեց նա ոչ մեկի հետ շփվի, նա մենակությունից մահացավ։ Եվ ամենակարևորը, նա ոչ մեկին չէր կարողանում բացատրել, որ իր կոշիկը ցավացնում ուղղակի։ Մազոլ արել, որտեղից է արյան վարակից էլ մահացավ։ Պատկերացնում եք, փայտից կոշիկներ էին հացնում։ Փայտը որը վնասում էր, ուտեղ արյան վարակից էլ մահանում ենք։ Խայտարակ ստորացուցիչ պատմություն։ Քլասիկ կոմիտաս, որ լնայեք ինքը ոնց համանում։ Համոսայանը գրում է, խոսքի մեջ էլ համ չկա,
ոգուսով է, փողը Աստված, հոտը մոլոր, տեղ չկա։ Ես չէի ուզենա այս ինտոնացիայով ավարտել այս հաղորդումը, բայց որ մտածում ես, ես փորձում եմ ինչով ավարտեմ, այս տեսանյութը անկավ աշկիս, ասել լսեմ ես կինը, ինչի ասենց ուրախ, պատահական, մանավանդ որ տեսա, որ քաղաքականության մասին է խոսում, լսենք միասին, հասկանանք ինչի ասենց ուրախ եւ ինչ կապ ունի մեր հաղորդման ավարտի հետ սա։ Люди, которые не интересуются политикой, чем вы сейчас интересуетесь? Сериалами или кулинарией? Я вот стою второй час в очереди за бензином. Я уверена, что половина очереди не интересовались политикой. А теперь политика пришла в наш дом. Хотя Иркутск находится далеко от большой политики. И в Иркутске до нефти. А мне интересно, куда делся наш бензин? Вы увезли большую политику? А людей, которые не интересуются политикой, в Древней Греции называли идиотов. Շատ տիպիկ պատմություն է։ Նրանց համար, ովքեր չեն զբաղվում քաղաքականությամբ։ Հա, Իրկուտսկը, գիտեք ինչքան հեռու է ամեն ինչից։ Իրկուտսկում ամեն ինչ կա, ամեն ինչ, նավթ, ինչ ասես։ Իրկուտսկում բենզին չկա։ Իրանք չէին մտածում, որ քաղաքականությունը գալու է հասնի իրանց տուրը։ Այո։ Դու բոլորովին պարտավոր չես զբաղվել քաղաքականությամբ, բայց չի նշանակում, որ քաղաքականությունը դուրդ չի թակելու։ Ես միշտ ասել եմ։ Ամեն մեկի դուրը գալու է ծեցի Նիկոլ Փաշինյանը։ Իրենց ավելիչ քաղաքականությամբ, կործանիչ քաղաքականությամբ։ Այն լավ մարդկանց չգիտեմ ինչա պետք ասել, ինչա պետք անել, ոնց փրկել։ Բայց ես հանգիստ նայել եմ Նիկոլ Փաշինյանին ընտրողները ոնց են դառը արցունք թափում։ Առանց գետ կաթիլ խղճահարության նրանց նկատմամբ։ Գալու է օրը, ոնց որ ասենք Ղրիմում ապրողները հիմա բռնել են արցախցիների ճանապարհը, ոնց որ հիմա Իրկուտսկում ապրողները, որտեղ նավթ են արտահանում, բենզին չունեն, որտեղ իրանք չեն զբաղվում քաղաքականությամբ։ Դե ամեն ինչ հեռու է էլի։ Ոնց որ ասենք Բաղանիցի ապրողի հիշում եք ասել, Ղարաբաղը հասկացանք էլի, բայց էսի խեք տալի։ Տալիս են, որովհետև Ղարաբաղը հասկացակ խեն տալիս։ Տենց է։ Ով մտածում է սա իրենց հեռու է, ոնց որ այն գյուղը հիշում եք ավազի հանք պետքա բացեն, ասում 3 կիլոմետր հեռու է։ Ապրում, ինքը համաձայն է։ Հա։ Բայց մի անգամ քեզ չեն տնից զրկում, սենց շերտ, մեկը տենում ես հասելա դուրդ։ Դե ինչ ասես։ Այդպես մարդկանց ճիշտ է, հին Հունաստանում ասում էին իդիոտ։ Սա ոչ թե որպես վիրավորանք, այլ որպես բնորոշում։ Այսքան բան։ Թերևս սանով կարելի է ավարտել հաղորդումը, էլի ուրիշների օրինակի վրա հիշեցնելով, որ քաղաքականությունով չզբաղվելը մեկը քեզ բերում է կանոնացնում է այն վիճակին, այն փաստի առաջ, ինչ քաղաքականությունով զբաղվողին։ Բայց նա գոնե գիտի իրան ինչի է եկել, ոնց եկավ ինքը տեղ հասավ։ Իր համար այդքան ցավոտ չի։ Իսկ այն մարդիկ, որոնք ոչ իմանից տեղակ չէին, հեռու էին մնում, մեկ էլ գալիս են նույն կարգավիճակում, կանգնում են ինչ որ քաղաքականությունով զբաղվողը, այ ամենացավոտը իրանց համար է։ Այ ոնց որ ցավոտ ալինելու Նիկոլի պատճառով Նիկոլ ընտրածներին։ Իսկ վստահ եղեք, այն գյուղացիներին, որոնք այսօր դառը արցունք են լացում, որ համար ես ընդհանրապես ուրախ չեմ։ Դրանց մեջ քիչ չեն Նիկոլ ընտրածները։ Չգիտեմ, նրանք հասկանում են, որ սա իրենց ընտրության արդյունքն էր։ Ոչ թե որ հիմա իրանք վատ են, որ իրանք վատ են լինելու այսուհետ, գուցեև ավելի վատ, քան այսօր։ Դες հասկանում են։ Ուզում եմ, որ գոնե դա հասկանան, որտեղ եթե դա չհասկանան, իրանք կրկնել են նույն սխալները։ Ու մենք էլ իրանց հետ տառապելու ենք իրանց սխալի պատճառով։ Այսօր ոմայ հասկանը, լավ մնացեք։